Եվրամիության հետ վիզաների ազատականացում։ Այս արտահայտությունը Հայաստանում շատերն են լսել, բայց արդյոք կա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է այն նշանակում։ Ազատ տեղաշարժ, բնակության իրավունք կամ աշխատելու ու կրթվելու նպատակով այցելություններ առանց սահմանափակումների, ինչ է իրականություն, ինչը թյուր պատկերացում։ Ֆակտոր TV-ն քաղաքացիներից հետաքրքրվել է, ինչ գիտեն Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին։ Դեպի ազատ աշխարհ եւ նաեւ ավելի լայն մտածողություն, որ աշխարհը կտեսեն ինչպես է։ Ամեն ինչ շատ լավ բան կտա, ինչ կտա։ Միգրացիա չի տա, չմտածի որ կգնան ու հետ չեն գա։ Անպայման կգան։ Դա լինելու եթե ազատականացվի։ Ինչ կտա դա մեզ, ինչ հնարավորություն։ Մեծ հնարավորություններ։ Եկուզ ազատ տեղաշարժի։ Ինչ քիչ բան է, ուզում ես աշխարհ տեսնել եւ աշխարհը բացակով առաջ։ Թումանյանն ասում էր մի կտոր հաց անել հրեն հայ երկնքից կախված, այդտենց երկնքից կախված։ Ուզում եմ ասել, որ շատ անորոշ դեռ անհասկանալի բաների մասին ոչ մի կարծիք չունեմ։ Շատ լավ բաներ կտա։ Ինչ, օրինակ։ Դրսի հետ կապված ավելի մեր երեխաները կգնան, կսովորեն, կզարգանան, պրոգրես կունենա մեր հայրենիքը, այսպես ասած։ Գաղափար չունեմ, ճիշտ ասած։ Մարդիկ ազատ կգան, բարդություններ չի առաջանա, որովհետև շատ դժվարությունների առաջ ենք կանգնում։ Ու մենք հարազատներ ունենք դրսում, կոնկրետ ես երեխեքս բոլորը դրսում են ու միշտ մերժում եմ ստանում, չգիտեմ թե ինչի համար։ Իսկ եթե ազատ լինի արդեն ծորնիկներ ունեմ, կգնամ, կխնամեմ, կօգնեմ, երեխեքս կարոտով են մնում։ Պարզվում է, քաղաքացիների մոտ վիզաների ազատականացման շուրջ թյուր պատկերացումները դեռ շատ են, մինչդեռ այս գործընթացն ունի հստակ կանոններ, սահմանափակումներ եւ հնարավորություններ։ Վիզաների ազատականացումը վերաբերում է եվրոպական ոչ բոլոր պետություններին, այլ նրանց, որոնք Շենգենյան գոտու անդամ են, թվով 29 երկիր։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով Հայաստանի քաղաքացիները Շենգենյան վիզա ստանալու համար 2021 թվականից հետո տարեցտարի ավելի շատ դիմումներ են ներկայացրել։ Մասնավորապես 2025-ին եղել է 111550 դիմում։ Վիզաների մերժումների չափաբաժինը նախորդ տասնամյակում գրեթե նույնն է եղել՝ 12-ից 13%, իսկ 2025-ին նվազել է մինչև 19%։ Ուշագրավ է, որ 2016-ի համեմատ 2025-ին գրեթե եռակի ավելացել է հաստատված բազմակի վիզաների քանակը, հասնելով 40662-ի։ Տրամադրված բազմակի վիզաների քանակն ըստ էության ցույց է տալիս, թե որքանով են տվյալ երկրի քաղաքացիները համարվում վստահելի ճանապարհորդներ։ Մուտքի արտոնագրերի համար Հայաստանի քաղաքացիներն անցած տարի առավել շատ դիմել են Իտալիայի դեսպանություն՝ 23744 դիմում, ապա Գերմանիայի 20748, Հունաստանի 18932, Ֆրանսիայի դեսպանություն 16784 դիմում եւ այլն։ Վիզաների ազատականացումը Հայաստանին եւ Հայաստանի քաղաքացիներին դա առաջին հերթին կբերի շարժունակության ժողովրդականացում։ Այսինքն չի սահմանափակվի քաղաքացիների այցելությունները Եվրամիություն տարատեսակ պահանջներով, որը ներկայացվում է Շենգենյան կանոնների շրջանակներում։ Մյուս կողմից դա իր հետ բերում է պատասխանատվություն։ Նաև կբերի որոշակի գայթակղություն իր հետ որոշ մարդկանց համար ապօրինի Եվրոպայում մնալ, ինչը բացարձակապես բացասապար կանդրադառնա առաջին հերթին եւ Հայաստանի իմիջի վրա, այն առումով, որ ունենալով այլ երկրների փորձը եւ այդ անկանոն միգրացիայի հետ կապված բացասական արձագանքները Եվրոպայից խիստ անցանկալի է։ Վիզաների ազատականացումը միայն հնարավորությունների մասին չէ, այն ենթադրում է նաև պատասխանատվություն, ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ իրավունքներ է այն տալիս եւ որոնք են շարունակում մնալ գործող սահմանափակումները։ Վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա 180 օրվա ընթացքում մինչև 90 օրով առանց վիզայի այցելություն Շենգենյան բոլոր երկրներ, զբոսաշրջության, գործնական այցերի, համաժողովների, կարճատև դասընթացների մասնակցելու նպատակով։ Դրա համար անհրաժեշտ կլինի կենսաչափական անձնագիր։ Այդ փաստաթղթերի տրամադրման մեկնարկը նախանշված է արդեն այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Ինչ չի տա վիզայի ազատականացումը, աշխատելու իրավունք, երկարաժամկետ ուսման իրավունք, մշտական բնակության իրավունք եւ չի հանգեցնի Եվրամիության քաղաքացիության։
Այսինքն աշխատանքի կամ ուսման համար միևնույնն է պահանջվելու է հատուկ թույլտվություն կամ ազգային վիզա, իսկ վիզային ազատ ռեժիմի կանոնները խախտելու դեպքում քաղաքացին կարող է տուգանվել, արտաքսվել եւ հայտնվել սև ցուցակում։ Ապօրինի մնալու դեպքում բնականաբար այնտեղ հետ վերադարձի ռեժիմում են հայտնվելու քաղաքացիները եւ եթե բացահայտվի, որ իրենք Եվրոպական միության պետություններից որևէ մեկում ապօրինի են գտնվում, այսինքն սահմանազանցել են իրենց այդ այն տևողությունը, որով կարող էին գտնվել, ապա իրենք պետքա բնականաբար հայտնաբերվեն եւ վերադարձվեն իրենց հայրենիք Հայաստան տվյալ պարագայում։ Քաղաքացիները, որոնք խախտեն, իրենք էլ հնարավորություն չեն ունենա մուտք գործելու Եվրոպական միության երկիր կամ ինչ-որ ժամկետ կգործի իրենց դեպքում եւ այլն, իսկ ընդհանուր թիվը արդեն պետքա գնահատման ենթարկվի ԵՄ անդամ պետությունների այդ միգրացիոն ծառայությունների կողմից գնահատելու համար, թե ընդհանրապես Հայաստանը այդ առումով ինչ սպառնալիք է իրենից ներկայացնում։ Կանոնները չխախտելու առաջին նախապայմանը դրանց իրազեկ լինելն է։ Պատասխանատու կառույցները նշում են, ապօրինի միգրացիայի ռիսկերի նվազեցման հարցում ոչ պակաս կարևոր է, որ մարդիկ ճիշտ պատկերացնեն, ինչ է նշանակում առանց վիզայի ճամփորդությունը եւ ինչ սահմանափակումներ է այն շարունակելու ունենալ։ Իրավիճակը 5 տարի առաջ, 8 տարի առաջ բոլորովին այլ էր, այսինքն միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացին մշտական բնակության մեկնելու մեխանիզմը պատկերացնում էր ապաստան հայցելու միջոցով, որքան էլ որ իրավական ընթացակարգը լավ չէր պատկերացնում, այնուամենայնիվ բարեկամների, ծանոթների եւ բանավոր խոսքի միջոցով ստացած ինֆորմացիան այն է, որ պետք է գնալ եվրոպական իշխանություններին պատմել, որ քո կյանքը վտանգված է քո սեփական երկրում, նրանք քեզ կհավատան, կապահովեն անվճար բուժզնությամբ եւ մի շարք այլ սոցիալական երաշխիքներով, այդ թվում կացարանով եւ քիչ-քիչ կկարողանաս ոտքի կանգնել տվյալ պետություն։ Սա բացարձակ թերի ընկալում է process-ների եւ ուղիղ խախտում է միգրացիոն ընթացակարգերի մեծ կոմունիկացիոն արշավ շուտով կմեկնարկենք զուգահեռ մնացած բոլոր բաղադրիչների իմպլեմենտացիայի։ Կանոնների իմացությունն անհրաժեշտ է հենց քաղաքացիներին, անգամ վիզաների ազատականացման դեպքում Եվրամիության սահմանները ավտոմատ չեն բացվելու։ Վիզային ազատ ռեժիմը չի նշանակում, որ սահմանին այլևս ոչ մի փաստաթուղթ չեն հարցնելու։ Եվրամիություն մուտք գործելիս սահմանապահը կարող է պահանջել հետվերադարձի տոմս, կացարանի ամրագրում, ճամփորդական ապահովագրություն, ճշտել արդյոք ունեք բավարար ֆինանսական միջոցներ։ Սրանց բացակայության դեպքում նույնիսկ վիզաների ազատականացումից հետո Եվրամիության սահմանը տվյալ քաղաքացու համար փակ կմնա։ Եվրամիության հետ վիզայի ազատականացման շուրջ զարգացումները սկսվել են դեռ 2012-ին։ 2014-ի հունվարից ուժի մեջ մտան վիզայի դյուրացման ու հետընդունման ռեադմիսիայի համաձայնագրերը։ Նվազեցվեց турքը, պարզեցվեց վիզա ստանալու ընթացակարգը, կարգավորվեց անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Արդյունքում 2024 թվականի սեպտեմբերին պաշտոնապես մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը, ժամանակ, երբ դիվանագիտական ձեռքսեղմումներից անցում կատարվեց գործնական բարեփոխումներին։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը կարելի է բաժանել երկու փուլի՝ օրենքների ընդունում եւ հողի վրա դրանց թեստավորում կամ կիրառում։ Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է կենսաչափական նոր անձնագրերի էկոհամակարգի, սահմանների էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը, հիմնարար իրավունքներին ու հանրային անվտանգությանը։ Թե երբ կավարտվեն այս փուլերը եւ Հայաստանի քաղաքացին կկարողանա առանց վիզայի նստել դեպի Եվրոպա թռչող ինքնադիր, վերջնաժամկետներ չկան։ Ամեն ինչ կախված է առաջադրված պահանջների կատարումից։ Մենք ցանկանում ենք Եվրոպական միությունում տեսնել ավելի շատ հայ ճամփորդների եւ զբոսաշրջիկների։ Մենք աշխատում ենք մարդկանց միջև շփումների զարգացման ուղղությամբ եւ սա նույնպես վիզաների ազատականացման ուղղված ջանքերի մի մասն է։ Ինչպես գիտեք, 1 ամիս առաջ մենք ներկայացրինք առաջընթացի առաջին զեկույցը։ Այս ոլորտում զգալի առաջընթաց կա եւ մենք հուսով ենք, որ մնացած բոլոր չափորոշիչները շուտով կիրականացվեն, որպեսզի հասնենք մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդությանը։ Թե երբ կավարտվի ավելի քան 10 ձգվող գործընթացը եւ երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Շենգենյան գոտու երկրներ, հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել։ Հայաստանի իշխանությունները խնդիր են դրել այդ նպատակին հասնել մինչև 2029 թվականը։